Մինչև 2050 թվականը ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր։ Ահա այսպիսի նպատակադրում էր արել Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին։ 6 տարի անց որքանով ենք մոտ այս նպատակին։ Վրաստանի հավաքականը Թբիլիսիի Դինամո արենա մարզադաշտում 3 կայացած UEFA ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆ փուլի պատասխան խաղում 6 անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Սևիկյանը։ 2 խաղերի արդյունքում զիջեցինք 9-1 հաշվով և կշարունակենք խաղալ ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Խաղից հետո նորանշանակ գլխավոր մարզիչը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ If you start the game like this after 3 minutes Երբ խաղը սկսում ես այսպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո նաև երկրորդ գոլը, երրորդ գոլը մի շարք դրվագներում լինելով շատ ոչ պրոֆեսիոնալ, այսինքն կորցնելով գնդակը անհարկի շատ, իհարկե այսպեսին պետք է լինի խաղի արդյունքը, բայց առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրեմ հայ ժողովրդից, հայ երկրպագուներից, որովհետև այսպեսի արդյունքը իհարկե դուք եք հասկանում, որ անընդունելի է։ Վերլուծաբան Բորիս Նավասարդյանի խոսքով Հայաստանի հավաքականի պարտությունը սպասելի էր, սակայն արձանագրված հաշիվը խայտառակություն։ Թիմը արդեն ճգնաժամի մեջ էր գտնվում, դեռ նախորդ մարզչի վերջին փուլի ընթացքում դա զգացվում էր խաղից եւ խաղացողների հետ հարաբերություններից, պլյուս նոր մարզիչը բավականին ուշ միացավ թիմին եւ բնականաբար որևէ բան էականորեն չէր կարող փոխել։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը 2023 թվականին պայքարում էր ՀՖՖ նախագահ դառնալու համար, Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների մեջ, ընդգծելով, որ ժամանակն է գիտակցելու եւ փոփոխություններ անելու։ Այսքան ժամանակ լրել եմ ու լրել եմ, բայց էլ չեմ լրելու, որովհետեւ դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Այդ վաղտ ինձ ասել են, Օզբիլիսը չունի մենեջերի փորձ։ Բայց հենց այդ հատվածում դուք պրավալ եք տալի ամեն անգամ նորից, որ ֆուտբոլի խաղից չեք հասկանում, դա բոլորին պարզ է, բայց դուք մենեջերի հատվածն էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական եւ լրատվական մասերով։ Ամենը վատն այն է, որ հույսն ու հավատն է մարում։ Հայ երկրպագուները ինչպես Հայաստանի Հանրապետական մարզադաշտում, այնպես էլ 3 Վրաստանի Դինամո արենայում շարունակում էին պահանջել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Մելիքբեկյանը մտադիր չէ հեռանալ։ Խաղից հետո նա խոստովանեց, որ կան ներքին խնդիրներ, բայց ասաց պատրաստ են հունիսին Չեռնոգորիայի դեմ խաղին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով։ Մենք ներողություն ենք խնդրել հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո մենք խոստացել ենք միայն ուզել ենք որ կարող որպես մի թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է, մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը մեր խնդիրները ներսում լուծել եւ հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում։ Մինչ այդ Դինամո արենայում 3 իրավիճակը լարվել էր։ Խաղից հետո վրացի երկրպագուները ներխուժել են մարզադաշտ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հայ երկրպագուների նկատմամբ, նրանց ուղղությամբ նետելով պլաստիկե եւ մետաղե տարաներ։ ՖԱՖ-ի անդամ Երվանդ Իսմայիլյանի խոսքով դաշտ են վազել մի խումբ պատանիներ ու երեխաներ։ Վազում էին դաշտ նաեւ որ իրանց ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից նաև շապիկներ վերցնեն, նկարվել եւ այլն։ Հետո ընթացքում մի մասը առանձնանում է, մոտիկանում է մեր տրիբունային, ինչ որ անհարկի ժեստեր, արտահայտություններ են ցույց տալի, որոշակի պատասխան ստանում են, հետո հեռանում են իրանք։ Հայաստանում կայացած հանդիպման ժամանակ մարզադաշտում տեղակայվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ։ Խաղի նոթյակից հետևում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ըստ Երվանդ Իսմայիլյանի հանրապետական մարզադաշտում ուժեղացված հսկողություն էր սահմանվել կանխելու Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող ֆուտբոլասերների մուտքը խաղադաշտ։ Տեղի ունեցածի համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի, իսկ նախագահ Լևան Կոբիաշվիլին էլ անընդունելի
անընդունելի է համարել հյուրերի հանդեպ նման պահվածքը։ Հայ ֆուտբոլասերները շարունակում են քննարկել հավաքականի ելույթը։ Հայաստանի խաղը ինչպես կգնահատեք։ Բարդ։ Միշտ կրվել ենք էլի, համարյա մի 2-3 խաղ են կրել, Հայաստան-Թուրքիա խաղը լավ կրեցինք։ Կայտարակություն է։ Այն 73 թվի խաղերը չէ, էլի, այնի ուրիշ է։ Այնի հպարտանալու տեղ ունենք։ Իսկ հիմա այսպես դիմանգակ։ Ինչ ասեմ, շատ հիասթափված եմ։ Լավ չեն խաղը։ Դա բավարարությունը вообще լավ չէ։ Ահա որ է։ Տրիբունաները։ Այդքան է։ Հայերի խաղը ոնց կգնահատեք։ Ոչ լավ։ Հայաստանի հավաքականի ելույթներից գոհ չէ նաև իշխանական падգամավոր Սիսակ Գաբրիելյանը, սակայն նա չի պատրաստվում պահանջել Մելիք Բեկյանի հրաժարականը։ Օրինակ տնի որ մենք պահանջենք։ Ինչու՞։ Այսինքն հավերժ է, այդ պաշտոնը հավերժ է, կներեք։ Ֆուտբոլի ֆեդերացիան ձևավորվում է ոչ պետության մասնակցությամբ։ Վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով հավաքականի ձախողման պատճառներից է նաև այն, որ հայկական առաջատար ակումբներում մեծ թվով օտարերկրյա ֆուտբոլիստներ են խաղում։ Օրինակ Վրաստանի հավաքականում կամ ընդամենը 2 ֆուտբոլիստներ, որոնք դաստիարակված էին այլ երկրներում, այլ ոչ թե Վրաստանում, ու բնական է, որ թիմը ավելի լավ կոլեկտիվ խաղեր ցույց տալիս։ Այն բոլոր վարդագույն երազները, որոնց մասին պատմում էր Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ, իրականալի չեն ոչ միայն ֆուտբոլի տեսակետից, այսինքն նրանք հիմնված են ոչ թե իրողությունների վրա, այլ ասենք մարդկանց մոտ, հասարակության մոտ ինչ որ հույսեր առաջացնելու վրա։ Դեռ 10-ից 12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։ Facebook-ում հիշեցրել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։ 2024-ին նա 5 կետով առանձնացրել էր այն քայլերը, որոնց շնորհիվ վրացական ֆուտբոլը դրական իմաստով կերպարանափոխվել է։ Առաջին վրացական ֆուտբոլի զարգացման համար ֆոնդի հիմնումը 2015 թվականին, երկրորդ լեգիոներների քանակի սահմանափակումը, երրորդ Թբիլիսի, Դինամոյի եւ մյուս ակումբների ակադեմիաների հիմնումը, չորրորդ ֆուտբոլիստների մասսայական տրանսֆերների իրականացումն արտասահմանյան ակումբներ, հինգերորդ Վրաստանի երիտասարդական հավաքականի դերակատարումը։ 2022 թվականին, երբ Factor TV-ն UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին հարցրել էր, որքանով է իրատեսական համարում Նիկոլ Փաշինյանի մինչև 2050 թվականը նման ֆուտբոլային հաջողությունների հասնելու նպատակադրումը, արձագանքել էր։ Ես երբեք այդպիսի երկարաժամկետ ծրագրերի մասին չեմ խոսում, բայց ուրախ եմ, որ կա այդպիսի լավատեսական բան եւ դրական է, որ այդ հարցի վերաբերյալ կա լավատեսություն։ Վրաստան-Հայաստան խաղը հյուրընկալած Դինամո արենան կառուցվել է 1936 թվականին, երկու անգամ վերակառուցվել է 1976-ին եւ 2006-ին։ Այսօր այն ընդունում է միջազգային խոշոր հանդիպումներ եւ տեղավորում 55,000 երկրպագու։ Լեգենդար Արարատ 73-ի մեծագույն հաղթանակների լուր վկան Հրազդան մարզադաշտը այսօր վերածված է հնոտու շուկայի։